Բայց մենք երբ որ ասում ենք դաշնակիցներ, պիտի հասկանանք նաև այլ դաշնակիցների մասին, արաբական երկրներ, որոնք սկզբից օրինակի համար երբ որ սկսեց հարվածեց շատ վախեցած էին եւ հաշվարկ Իրանի հետեւյալները որ ճնշում բանեցնեն Թրամփի վրա դադարեցնելու հիմա հակառակ գործընթացն են գնում որովհետեւ Թրամփն ասում է նայեք եթե մենք սա դադարեցնում ենք եւ արաբներն էլ այդ մտք են դուք մենակ մնալու եք այդ վիրավոր կատաղած երկրի հետ եւ այլ ճար չկա դրա համար են որ 200 միլիարդի մասին հիմա խոսք բացեցին որ պենտագոնը 200 միլիարդ կարիք դա այն թիվներ որ իրանք հնչեցրեցին արաբներին որ իրանք պիտի մուծվեն որովհետեւ պատերազմը մինչև վերջ տանեն իսկ մինչև վերջ տանել դա ռազմական խնդիրը չի ռազմականը լուծել են արդեն խնդիրը իշխանափոխությունն է այստեղ գալիս ենք մյուս դաշնակցին Իսրայելը ի սկզբանե իշխանափոխության նպատակ ունեցել է Միացյալ Նահանգները միշտ Միրզաբեկյան չէ մեջբերեց Նեթանյահին որ թե պարոն Վարդանյան որ ասպես ցամաքային առանց ցամաքային գործողության անհնար է ռեժիմի դե հիմա տեսեք 5000 դեսանտայիններ 5000 դեսանտայիններ արդեն ուղարկվել են տարածաշրջաններ բայց այո գոնե հայտարարված նպատակը դրա Հորմուզի նեղուցնա միգուցե Խարկ կղզին այդ գրավել բան ոչ թե բուն ափը դուրս գալ որտեղ նույն մասնագետներն ասում են եթե օրինակի համար Հորմուզի հյուսիսային ափը գրավես դա առնվազն պիտի 300-400 կիլոմետր երկարությամբ արևելքից արևմուտք մի 50-60 կիլոմետր խորությամբ ինչ որ տարածք գրավես որ հսկայական տարածք է բացի այդ այստեղ վտանգի ինչն է հողի վրա զինվորի գտնվելը կարող է փոխի հոգեբանությունը անկալման այն որ ասենք շատ իրանցիներ ասում են եկեք ռմբակոծեք մեզ ազատագրեք դա կա բայց ուրիշ բան է երբ որ դա է իսկ ուրիշ բան է երբ որ իրանք գետնի վրա զինվոր տեսնեն հա եւ արդեն դրա անկալումը եւ հատկապես իշխեն պարսիկները մեզ նման են իրանք պատմություն սիրում են այդ հիշողության վրա իրանք առ այսօր ես հիշում եմ թե Իրանում ասենք այդ հայտնի 41 թվականի Սովետա-բրիտանա-ամերիկյան այդ գրավումը երկրի մինչև մա իրանք դրանից շատ նեղվում են, հիշում են, որ դուք եկաք, օկուպացրեցիք, գրավեցիք, չգիտեմ։ Այսինքն իրենց այդ հիշողությունները դեռևս կա եւ շատ բաներ այդպես ասած այդ չեն ներում։ Հետևաբար Մոսադիկի այդ իրադարձություններն էլ այդ կա, ասենք Ամերիկայի նկատմամբ այդ բացասական վերաբերմունքը կա։ Թեև ժողովուրդը ըստ էլի այն տվյալների ինչ որ հասանելի է, Միացյալ Նահանգները եւ Իսրայելին դիտարկում է որպես աջակից իշխանափոխության աջակից իշխանափոխության երբ որ մենք նայում ենք Իսրայելը թիրախավորում է հիմնականում ոստիկանական ուժեր հիմա այս փուլում Միացյալ Նահանգները գրեթե ոստիկանական ուժերի վրա չեն ծախսում այդ թանկարժեք հրթիռներ եւ այլն, բայց Իսրայելը ինչու որտեւ Իսրայելը ուզում է թույլատնի ռեպրեսիվ ապարատը այնքան, ով մենք վերջի շրջանում տեսանք այդ բասիջը բանը, որովհետեւ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, կարողանա իշխանությանը տապալի, բայց դեռևս կարծում եմ այդ քանակական փոփոխությունները չի հասցրել որակական այն վիճակի, որ եթե օրինակ ժողովուրդը հելնի, իր դիմաց իշխանությունները չկարողանան հանեն այդ ուժը։ Դրա համար օրինակ Նաթանյահն ուզում է որ մտնեն առանց դրա չի լինի ինքը պիտի այդ բան անի դե Իսրայելի տեսանկյունից սա հիանալի շանս է Թրամփի ադմինիստրացիայի իսկ ամերիկացիներն էլ հասկանում են գիտեք որ ամերիկան այն երկիրն է որ ամեն մի զոհը ընկալվում է շատ հիվանդագին այնտեղ ըստ պաշտոնական տվյալների անգամ 2/10 զոհեր չկա քիչ է բայց անգամ այն առաջի 4 զոհը 5 զոհը որ գնացին տարան դագաղները Միացյալ Նահանգներ ամերիկացի ընկերներ ունեն որոնք թունդ Թրամփական էին բան Թրամփի մոտիկներից էլ են որ տուն գնալ գալ Թրամփի դեմ էին էս ինչա բան այսինքն մեր զինվորները զոհվում են դե Թրամփը նաև պատերազմներն ավարտելու առաքելության դու խոստացել ես որ America First մենք չենք խառնվի հիմա ուզում եմ ասեմ սա նաև ներքին խնդիրներ է առաջացնում հենց հատկապես այդ մագայի թևը դեմ այս գործողություններին բայց այդտեղ ուրիշ մի հարց կա Էլի քանի որ մենք խոսում ենք դաշնակիցներ, նաև խոսանք ներքին այդ դաշնակիցների հարցը։ Դիմաց ընտրություններն է։ Նոյեմբերին պարլամենտական ընտրություն, այսինքն 1/3 սենատ եւ ներկայացուցիչների պալատի ընտրություններ է։ Ձայները գրեթե հավասար են ինչ որ տեղել անկումի վրային հանրապետականները, այսինքն մենք տեսնում ենք վերջին ընտրությունները։ Թրամփը պիտի հստակ հաղթանակ ցույց տա մինչև աշուն։ Եթե պատերազմը ձգձգվեց այս վիճակով մինչև աշուն, ինքը ընտրությունները կորցնելու է։
որովհետև եւ հրեական համայնքը եւ իրանական համայնքը Միացյալ Նահանգներում ասելու են, նա այսքան բանը փող ծախսեցիր, այսքան զենք, չգիտեմ, այդքան մարդ կոտորվեց Իրանում եւ դեռ որևէ արդյունքի չեն հասել։ Գնայք, իսկ ամերիկյան տեսանկյունից հաղթանակը ո՞րն է։ Կխնդրեմ այս հարցին էլ անդրադառնանք Իսրայելի տեսանկյունից ռեժիմի փոփոխությունը ակնհայտ նպատակ է։ Հեքսեթը ասում էր պատերազմը հաղթում ենք եւ այլ ո՞րն է արդյունքը ձեր գնահատմամբ, որտեղ Թրամփը կկանգնեցնի պատերազմը։ Ռազմական կարողությունների, մասնավորապես միջուկային կարողությունների, մասնավորապես միջուկային կարողությունների վերացումը։ Եթե այո, եթե հավատալու ունենք։ Թրամփը ասում է, այնպես պետք է անենք 2 տարուց հետո էլ ես խնդրին չվերադառնանք։ Այո, անցյալ տարվա հունիսյան պատերազմից հետո հայտարարվեց, որ դրանք լիովին ոչնչացված են, հետո հետախուզությունն ասեց, ոչ այնքան ինչ որ բաներ կան եւ այլն։ Հիմա խնդիրը հետեւյալն է։ Հիմա ասում են, այդ 5 հիմնական միջուկային կենտրոնները ոչնչացված են։ Այսօրվա վիճակով այդ խնդիրը ըստ բանի լուծված է։ Այո, իրանք շատ հազարավոր բալեստիկ հրթիռներ ունեն, մինչև 3000, բայց խնդիրը հետեւյալն է, իրանք ունեն ընդամենը 410 կայանք հրթիռների արձակման, որից առնվազն 350-ը ոչնչացված են։ Այսինքն այսօր թիրախը ուրիշ է։ Այսինքն դու կարաս ունենաս, Իրանը կարա ունենա հրթիռներ, բայց այդ կայանքները, այդ rocket launcher-ները չունենա պարզապես այդ հեռարձակելու համար։ Եվ այստեղ խնդիրը այնքան հրթիռները չեն, ինչքան դրոնները։ Օրինակ Հորմուզի միջանցքի պաշտպանության խնդիրը հրթիռներից չի։ Հրթիռներից ավելի հեշտ է պաշտպանելը դրոններից է, որովհետև դրոնները շատ ավելի մեծականակ են, շատ ավելի, ոնց ասած, դժվարությամբ են դասական մեթոդներով տեղորոշվում եւ այլն, դրա համար գոնե զինվորականները իրենց տեսակետների ես ուշադիր լսում էի, այդ թվում նաեւ օրինակի համար, ասենք ֆրանսիական զորարամատերին իրենք բաց ինչու չենք մասնակցում, որովհետեւ այդ մեծ նավը, որ դուք առաջարկում եք եկեք կանգնենք, այդ նավը չի կարողանալու որևէ բան անի, որովհետեւ մեկը գալու է մի հատ փոքր պիկակով կանգնելու է ինչ-որ մի բանի վրա, այդտեղից դրոնը հեռարձակելու է, մի հատ չէ, մի 10-20 հատ ու քշելու են գնան։ Ու մենք կամ պիտի ամեն դրոնի վրա ծախսենք միլիոն, 2 միլիոն, երբեմն 3 միլիոն դոլար արժողությամբ ինչ որ գերժամանակակից հրթիռներ եւ այսօր պիտի հաշվի առնենք, որ պատերազմը դա նաեւ տնտեսական, ասենք թվերի խնդիր է, այսինքն ծախսը ինչքան է կողմնորոշվում։